Են ոչ սիրուն է, ճիշտն ասած, մենք քանավատացել ուզում բաժանում եմ դաժե։ Պենիկ պապն իհարկե կատակում է, քանի որ տեսախցիկն անջատելուց հետո ասում է, որ ասածը լուրջ չընդունենք, քանի որ հիմա իր աչքին կինն ավելի գեղեցկուհի է։ Իրենց համեստ ու ջերմ ընտանիքում ոչ ոք բաժանվելու միտք չունի, հակառակը օրեր անց կնշեն համատեղ կյանքի կեսդարյա Հոբելյանն ու կշարունակեն խաղաղ կյանքը Մաթևոսյանական ծմակուտում։ Կես դար ապրել ենք ու լավ ենք ապրել։ Անդադ սիրով ենք ապրել, հալմաղալ, կռիվ, բան չի եղել։ Եթե եղել է սուտի բաների խաթեր ու շուտ անցել է։ Սարերում մարդիկ ավելի անկեղծ ու ազնիվ են, Ահնիձորը բարձր լեռնային գյուղ է Սարերի գլխին, բայց ամուսինների համատեղ կյանքի մեծ մասն անցել է ավելի մեծ բարձունքներում, հեռավոր յայլաներում, երբեմն շաղի ու մառախուղի անձրևի ու կարկուտի տակ, նաև ձյան, պատահել է, որ եղանակը նպաստավոր է եղել և ոտքները կախ են գցել հեռավոր յայլաներում, բայց բնությունը միանգամից փոխվել է ու գիշերը ձյուն է դրել, վերադարձի ճանապարհները փակել, բայց էլի երջանիկ են եղել, որովհետև դա իրենց ապրելու ձևն է եղել, կենսակերպը, թեև տատը խոստովանում է Սարի դժվար կյանքից արդեն հոգնել է, դե արդեն տարիքն էլ այն չէ։ Ես Սարից սիրում եմ, որ գործից պրծածեսել եմ կրավաթին պարկում ես ու անձրևը կատ-կատ շիֆերին տալիս է, էդ եմ սիրում Սարից մենակ։ Հլա շիֆերը անկով մեկ է գխնեից անում։ Թե չէ Սարը սիրելու բան չի։ Բայց պապիկը սիրում է։ Հա դե պապիկը Ես ասեմ, ծնվածորից մառախուղն եմ չի անգամ սիրեմ ես։ Ծնվածորից իր ծնողների հետ Սարում ա եղել պապիկը։ Սարից օրեր առաջ են եկել բերք ու բարիքը բեռնած մի ամբողջ բեռնատարի հլա ամառվա ընթացքում ուղարկածն էլ վերնադիր և ինչպես ասում են մեկը երկուսը չէ երեքը դարձրած, դե էլ ինչպես հաշվարկես, որ հեռավոր յայլաներում ծնվեցին հորթերը, որ արդեն մեծացել են, տատը դեռ Սարերում է նրանց անվանակոչել կրթեր ու դաստիարակել, որ իր գործը հեշտ լինի։ Ամեքը իր մոր անունն է, ունեն էլի ամեքն իրանք։ Որ ինչ անուններ ունեն։ Օրինակ Սար Ջեյրաննա, Նանու Բարանմը, աղջիկա, Լեյլիա, տենց ամեքը իրանց մոր անունը ունեն էլի, դե որ ասենք մի իրիկունը որ կթել ունենք, գոմի դուրը բացում ենք, մոր անունը տալիս ենք, հորդով ազելով գալիս է մոր տակն անգնում։ Սարից եկել, բայց այստեղ էլ նրանց գյուղի աշխատանքներ սպասում եկած չեկած տատն ու պապը նախ կարգի են բերել գոմը, նախապատրաստել ցուր ձմռանը, նաև այգու խնձորի հավաքով են զբաղված։ Կհավաքեն, կլցնեն տարաներն ու կմոռանան մինչև գարում, հետո ուղի կթորեն ու կսպասեն հյուրերի։ Այստեղ ցուրտ է, օղենյութը տակառներում սառչում է, չի հասցնում թթվել։ Այս մեր բարեկամի այգին է, ինյան քաղաք են ըննամ, որպեսի ուրիշի ապրանքը չմտնի բաղչեն, մենք նայում ենք ու խնձորն էլ հավաքում ենք, տանում ենք այաղ ենք քաշում։ Ահնիձորում շատ տներ այս մեկի նման նույնպես դատարկ են դարպասները ժանգոտած բակերում հասունացած խոտ, քանդվող պատուհաններից էլ փչում է դատարկության սառը շունչը։ Այս տուն ինչպես շատերը այլևս բնակիչ չունի, տերերը տարիներ առաջ հավաքել են իրենց ունեցվածքն ու տեղափոխվել քաղաք, աշխատանքի ու կյանքի ավելի հարմար պայմանների որոնումներով։ Վերջին տասնամյակում Ահնիձորից հեռացածների թիվը շարունակ աճում է, երբ մի ընտանիք հեռանում է, քիչ անց հետևում են մյուսները, գյուղը դանդաղ, բայց անխուսափելիորեն դատարկվում է։ Շուտով դռները կփակի նաև դպրոցն ու գյուղում կդադարի հատուկենտ երեխաների աշխույժը։ Դպրոցականներ ունեցող երիտասարդ ընտանիքների մի մասը ևս կբռնի հեռանալու ճանապարհը։ Սա Պենիկ պապի ցավն է։ Էլիա արտահոս կրելու գեղից։ Այսինքն մի 10 հոգի ուսուցիչ, հավաքարար եւ տնտեսվար բան աշխատում են։ Այդ շտատները բրծնում է, դրանք էստեղ չեն մնա, երթան կդառնան 32 ընտանիք գյուղում։ Մի 38-ն ենք։ Ընդհանրեն ծուխը, ձմեռը որ գաս, պատահական տներից է ծողում։ Մեր սաղ ամառը գալիս տեր են դառնում իրանց ելածին գնեմ, ձմեռը մարդ չի նման։ Այսինքն դպրոցի աշխատողներն որ գնում են, գյուղը դառնում է մի փոքրիկ գոմանդ։ Այսինքն մի երկու ծերեր անասնապահությունով զբաղվում են գոյությունները պահեն էտա։
Գյուղից հեռանալու ցանկություն պապը չի ունեցել ոչ ջահել, ոչ էլ ահել տարիներին, մտքով էլ չի անցել թողնել հայրենի եզերքն ու օտարության մեջ բախտ որոնել, ավելին մինչև ուղնուծուծը սիրահարված այս հողու ջրին մոտ կոր աշխարհին ու իր արմատներին։ Չէ, ոչ մի անգամ թե ցանկություն չի եղել, անընդհատ կապված եմ ու սիրել եմ, չափից դուրս սիրել եմ ստեղ, օդը, հողը, ամեն ինչը, ժողովուրդը, դաժե նոր ծնված երեխան, որ լադեր երեսը չեմ տեն անել եմ սիրեմ, այդքան կապված եմ գյուղի հետ ես։ Տատն էլ քաղաքի ձգտում չի ունեցել, եթե ունենար ներքևում գետահովտում գտնվող Մարցից ուղիղ քաղաք կգնար, մանավանդ որ քիչ ուզողներ չուներ։ Պապն էլ չի պարծենում, ասում է շատ հավանողներ ուներ, դեռ ավելին, մեղքն ինչ թաքցնի, հավանած աղջիկ էլ ուներ։ Համ էլ խաբարով նրա համաձայնությունը ստացել էր, բայց իր ճակատագիրն Ալվարդն էր։ Ունեի։ Նրան էր Ալվարդ։ Ունեցել ենք, ես իմ անցելա։ Ստացվեց։ Չթողին։ Գյուղից է։ Չէ, ուզուլարից էր։ Ուզունից։ Երևի էր։ Այս էր իմ բախտը, բայց դժգոհ չեմ, լավ է։ Բենիկն ու Ալվարդը դեռ երիտասարդ էին, երբ ամուսնացան Սաբաբով, այսինքն միջնորդի միջոցով։ Հորքուրը մեր գյուղից ա եղել, Մարցից, ես Մարցից եմ։ Տեսելա ու իր աղբորն ասելա, դե հենց ենք հանդիպել, որ թե ասենք պատահական, այլ Սաբաբով։ Առանց չեմուչումի Մարցից, որ ներքևում է գրեթե Ալավերդի Վանաձոր մայրուղու եզրին, տատը հարս է եկել լեռներ, Ահնիձոր, բայց արի ու տես այսօրվա աղջիկները ոչ միայն լեռնային գյուղերի, այլ ընդհանրապես գյուղի անուն լսել չեն ուզում, դրա համար էլ գյուղում 20 չամուսնացած տղա ունեն, որոնց բախտն այդպես էլ չի բացվում։ Դրսից աղջիկը չի գալի, գնում ես ուզելու չեն գալի, իմանում են գյուղա չեն գալի, քաղաքը մենք ուզում ու վերջ։ Տղին թեգուս սիրում են, գյուղ չեն գալի։ Դեհվատ գյուղերը, ահագին զարգացած, մեր գյուղում դեհվատ մինչև 80 աշակերտ կար, ես որ ամուսնանում էի։ Ոյզը հիմի սաղիր այդ 5 հոգի են երեխեքը։ Այդ իմացած թվարկած տղերքը որ ասում եմ, չէ, այդքան չամուսնացած, լրիվ երևան շինարարությունում աշխատում են, ոչ մի գյուղում չի, լրիվ ընդեղ։ Մի ժամանակ ակումբ ունեինք, հարիկները հավաքում, խաղում էին, ժամանակ էին անցկացնում, հավեսով չկա, ակումբները, ժանգոտել, ամեն ինչն է։ Ահնիձորի ժանգոտած առօրյայում Բենիկն ու Ալվարդը բոլորի համար իրենց համեստությամբ, աշխատասիրությամբ, սրտաբացությամբ ու ընտանեկան համերաշխությամբ օրինակ են, բայց Բենիկ պապը, որ գյուղի ուրախության ու տխրության սեղանները ծաղկացնողն է տասնամյակներ շարունակ, ասում է, որ մոտ կոր աշխարհում բոլորն են սրտաբաց ու մաքուր։ Սա աշխարհի այն յուրահատուկ անկյուններից է, որտեղ մարդը դեռ պատրաստ է իր վերջին կտոր հացը կիսել անծանոթի հետ ու անմնացորդ նվիրվել հյուրին։ Ոչ կոր ընդհանրապես դեր մաքրություն կա մեջները, իրար սիրել կա, եկած մարդուն չան անծանոթ լինի, տուն կանչել կա, մի կտոր հաց կիսել կա հետը, այդ նելա դեր մեր մոտ կա։ Ես շատ տեղեր եմ գնացել, սուտ կովել մնաց, մինչև անգամ դուրը թակես ինչ-որ մի խնդրանքով, մերժում են, չեն ընդունում։ Այդ ինչից է, որ մնացել է այս մաքրությունը այստեղ։ Ես իմ, երևի թե լորեցինք դրա համար։ Զարմանում են հյուրասիրությունից, մարդ կա, որ առաջ անգամ Ահնիձոր եկել, զարմանում են, որ կանչում ես դու մի բաժակ կոֆե հյուրասիրում կամ մի կտալ սմետան են ուտում։ Ես իմ, չտես մարդիկ են, աշխարհի ամեն ինչը տեսած, բայց այդ փոքրիկ բանը իրանց համար չտեսություն է։ Չէ, մաքուր է, չէ ասի առաջապես մաքուր է, բայց հիմա մաքուր է։ Էլի մեր գյուղը լավն է, ես մոտ կորը լավն է։ Այսինքն Ալավերդին էլ ես նույն բանը կասեմ։ Այս կերպ են ապրում ահնիձորցի ամուսինները, այսպես են ապրում թե հեռավոր յայլաներում, թե գյուղում։ Բենիկն ու Ալվարդը հիմա մի մեծ ու պարզ երազանք ունեն ապրել խաղաղ աշխարհում։ Այդ խաղաղ աշխարհի մասին մտածելով էլ հավատում են, որ եթե յուրաքանչյուր մարդ սկսի բարությամբ ու սիրով, այդ երազանքը կարող է դառնալ իրականություն։ Առաջին հերթին իշխանությունը կցանկանա մեծ համախմբում լինի իրար հետ, այդ առաջնորդները բոլորը ընդդիմադիր թե իշխանություն իր գլուխ հավաքվեն, իրանցի մի ընտիր է ջոգեն, երկիրը երկիր սարքեն։ Ոչ թե ամենը մի տեղով քաշեն, գեղացին էլ դրանից դժվում, քաղաքացին էլ դրանից դժվում։ Այն հասարակ մարդիկ միշտ տանջվում են դրանից։ Բայց որ ըլի հայդին համախմբում, չեմ ասում այսօր մեր ղեկավարը վատնա, թեկուզ դրա շուրջը հավաքվեն։
ոչ թե դրանից ձգեն կամ դրան վախացնեն։ Մի հատ գլուխ ալնի էլի վերջը։ Ավակ եղածն է լավ կապրի, քաղաքացին է լավ կապրի անվաղթ, էդ ազուտ, թե չէ մենք ստեղ ինչքան ուզմա իգիտ լնենք, աշխատենք, անենք, դնենք, եթե երկրի վիճակը լավ չի, մենք չենք կարող լավանենք։ Աշխարհը խաղաղելի կաթուպաներ լրիվ սուտի բաներ են, մենակ աշխարհը խաղաղելի էս մեր երիտասարդությունը մենք էտա մեծացել ենք։ Գոնե երիտասարդությունը ոչինչ լավ են, աշխատատեղ ունենան։ Եվ հիմա Մաթևոսյանական ծերացող ծմակուտի խորացող լռության մեջ օրվա ազատ ժամին Բենիկ Պապն ու Ալվարտատը նստում են իրենց տան բակում, որտեղ օրն արդեն կարճացել ու ցրտել է։ Բայց նրանց զրույցները ջերմանում են հին հիշողություններով, որ գյուղի լավ տարիների մասին են, երբ բոլոր տների ծխնելույզները ծխում էին, երբ բաժանվող ամուսնացած տղան ոչ թե քաղաքի, այլ գոմի սրահի ճանապարհն էր բռնում ապրելու համար, մինչև որ տուն կկառուցի, երբ դպրոցում 80-ից ավելի աշակերտ կար ու գյուղի փողոցներում մարդկանց աղմուկ։ Աշնանային ծաղիկները դեռևս իրենց տաք գույներով մի տեսակ ջերմություն են բերում ու իրենց աշնանային բույրով խուտուտ տալիս հին զգացումները։ Նրանց տունը հենց անտառափեշին է, որտեղ արևամուտին անտառի ստվերները երկարում են, հասնում մինչև բարձր գագաթներ։ Ամուսինները հաճախ են նստում այսպես ու տրվում հիշողություններին ու երազում։ Կտեսնեն արդյոք այն օրը, երբ աշխարհը վերջապես կսովորի ապրել առանց կռվի ու չարության, առանց պատերազմի ու նախանձի։ Ասելը դժվար է։ Մնում է հավատալ, սրտի թրթիրով սպասել ու հուսալ, որ բարին միշտ կհաղթի։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Ահնիձորից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։